դա մարտի 1-ը ընդհանրապես գաղտնիք, թե ինչա։ Հետաքրքրել է, որպես իրավաբան փորձում եմ լսումներին մասնակցել։ Իսկ Ռաֆայել ներողություն հարցից համար կարգալից եղած քահանայի կեղծ պատարագին որպես դեպի Խորան բարձրանալը ինչ է նշանակում ձեզ համար։ Արդյոք եկեղեցական կանոնադրությամբ ճիշտ է, որ կարգալից քահանան նախ պատարագ մատուցի, հետո դուք որպես դեպի մասնակցեք նրա պատարագին։ Բազմիցս ասել եմ, որ մայրաթորում, որ կարգալույց է արել Տեր Արամին եւ այդ նվիրյալ հոգեվորականներին, ինքը ուխտազանց է, իսկ ուխտազանց հոգեվորականը չի կարող ինչ-որ հոգեվորականների կարգալույց անել։ Եվ այդ մասով խնդրում եմ հերթով հարցերը տանք, եւ այս մասով կասեմ, որ կոնկրետ ուխտազանց հոգեվորականը, որը որ չպետք է մայրաթորում լինի եւ րոպե առաջ պետք է հեռանա մայրաթորից, նման որոշումներ չի կարող կայացնել։ Երբ հասկացաք, որ ուխտադրույժ է։ Նայեք, ի սկզբանե նայեք, կոնկրետ նայեք, Կտրիչ Ներսիսյանի մասով, ասենց ասեմ, եկեղեցու ներքին, այսպես ասած, խոհանոցը վախի մթնոլորտի հիման վրա է ձևավորված։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը իր հրամաններով կառավարում է այդ ամենը։ Դուք ինքներդ եք ձեզ համար որոշել, թե դուք ինչ-որ տեղից տեսել եք, որ վախի մթնոլորտում է, դուք տեսել եք ինչ-որ ձեզ երբևէ վախեցրել է, ահաբեկել են, Լավ, սենց հարց տամ ձեզ, դուք այսքան տարի տեսել եք հոգեվորականները ինչքան ժամանակ է սկսել են մասնակցել ընտրություններին։ Միջև այդ հոգեվորականներին, այո, եկեք վեհափառ արտահայտություն չկա, Գարեգին երկրորդ անունով հոգևորական չկա այս պահին, գոյություն ունի Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով անձնավորություն, որը ուխտազանց է, այսքանը։ Ես ձեզ վախի մթնոլորտ ով է ներշնչել, դուք վախեցած եք, ահաբեկված եք։ Որևէ ձև չարտահայտեցի, որ ես վախեցած եմ, կամ վախի մթնոլորտ ես ընդհանրապես ոչ թե տեսել եմ, դա իմ կարծիքն է, որը որ ձևավորվել է, այո, ես դեռևս 2015 թվականից, երբ որ ծառայել եմ եկեղեցում, երբ որ դրանից հետո էլ անգամ, երբ որ պարոն Փաշինյանը հեղափոխության արդեն ժամանակահատվածներ, եկեղեցում բոլոր մարդկանց, հոգևորականներին, ծառայողներին, այդ մամուլում տարածվող այդ, չգիտեմ, թույր կարծիքին, որ կեղծ դպիրները, ժողովուրդ, կեղծ դպիր հասկացողություն չկա, կան շապիկավորներ, ու այնքան անգրագետ է մեր լրատվական ընդհանրապես դաշտը, որ անգամ դպիրը սարկավագից դպիրին սարկավագից չեք տարբերում ու երկրորդը ես դպիր եմ, ոչ, նայք, այս մասով, նայք, ըմբոստությունը չի հարցը, որ լրատվականը լինելով ոչ տեղեկացված, ոչ ճիշտ հարցադրումներով, մանիպուլյացիաներով, փորձում է ոչ, նայք, ես ուղղակի այս իմ ամեն ինչով ուզում եմ մատնանշել, որ լրատվական անգրագետ է նման հարցով, նման մասով, նայք, ես ունեմ շատ լավ, ես տիրապետում եմ այդ ամբողջ ինֆորմացիան եւ ես կարող եմ Դուք նույնիսկ ձեր այդ վախի մթնոլորտի մասին Նորից ասեցի ես ձեզ,
Ես հիմնավորեցի, ասեցի քահանաները գնացեք ու Կտրիչ Ներսիսյանին հարցրեք, քահանաներին ինչու չի թույլատրվել մասնակցել ընտրական ընտրություններին, կամ ինչի են կոնկրետ քահանաներ այդ հարցին գնացեք ու Կտրիչ Ներսիսյանից հարցրեք։ Ինչ կներեք։ Տարբեր համապետական, հիմնականում համապետական այնտեղ մասերի ընդդիմադիր ռոբասերժականը սենց մասան, որտեղ որ արկա է, նույն լրատվամիջոցները ձեր նույն Կարծում եմ քաղաքականությունը եկեղեցի մտցնելը սխալ է։ քաղաքականությունը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ քաղաքականությունը, կառավարությունը չի մտնի եկեղեցու մեջ, մենք անկախ ենք գործելու։ Այդ ոնց ստացվեց, որ հեղափոխությունից 7 տարի հետո հանկարծ մտած է։ Ահա, Վեհարանը նախարարին թող Ռուսաստանի համար գործակալ որպես չաշխատի, կոնկրետ Վեհարանը դատարանում չենք հարգելիս։ Դատարանում չենք, երբ որ ես որ խոսում եմ անգրագիտությունից, դուք ասում եք, նայեք, ես պատասխանում եմ հարցին, դուք ում թիրախավորել։ Ես միջև այդ էլ ես երբ որ ծառայել եմ եկեղեցում, այդ դուք ասում եք աշխատել, դա աշխատանք չի, դա ծառայություն է, դուք ասեցիք Ինչև է նա վրիպակեր, օրինակ ծառայպես, դուք ձեր հարցին պատասխանեք, բայց ծառայել բանը հեն չեն նրան։ Այո, Դուք պատասխանեք հարցին, ոչ թե մեղադրեք լրագրողներին, ինչ որ անձնագիտության եւ այլնի մեջ։ Դուք այդ իրավունքը նայեք, ԿՊ-ում չեն, նայեք, ԿՊ-ում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում չեն աշխատում։ Ես անդամակցում եմ։ Երբ որ ես եկեղեցուց դուրս եմ եկել, Կտրիչ Ներսիսյանի արարքների հետևանքով ոչ իրավաչափ, երբ որ լավ կոնկրետ ուրեմն 2020 թվականին դիմել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, հանձնելով քննությունը, ուրեմն մի քանի հանձնելով քննություն հայոց պատմության գրավոր, ուրեմն այդ ժամանակ երբ որ հարցազրույցի ընթացքում իմ ֆիզիոլոգիական մարմինը, ասենց ասեմ, ձեռք առնվեց ու հնարավորինս հոգևորականների կողմից անուններ, եթե պետքա նշեմ, կոնկրետ Հայր Մեսրոպ գոյություն ուներ, հիմա Սրբազան է արդեն, եպիսկոպոս է եւ Տեր Հովել հոգևորական գոյություն ունի, որ կոնկրետ իմ գիրությունը ուղղակի ձեռք էին առնում։ Այսինքն հոգևորականի կողմից նման պահվածքը դա ամենավերջին մարդուն թիրախավորելը իր կազմվածքի համար։ Երկրորդը, օրեր հետո ինձ Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարությունից զանգահարում են եւ տան հեռախոսահամարին հեռախոսին պատասխանում է հորաքույրս։ Նշում են, որ շնորհավորում ենք, հարգելի Ռաֆայել, դուք ընդունվել եք Գևորգյան հոգևոր ճեմարան եւ երրորդ փուլի ամենաբարձր միավորով, 7.5 միավորով, ինչքան հիշում եմ, որոշ ժամանակ անցնում, մոտ կապնվում եմ Տեր Հովելի հետ, ասում եմ Տեր Հայր ջան, ասում եմ սենց բան կա, Տեր Հովելը իմ հետ հետո կապ է հաստատում եւ նշում, որ գիտեք Ռաֆայել ջան, հանձնաժողովը որոշել է, որ դուք փորձառության պակաս ունեք։ Հիմա այստեղ ինչ է կատարվում, այստեղ չեք կարծում, որ կոռուպցիոն սխեմա կա։ Որ պաշտոնակ քարտուղարությունից Մայրաթորի Գևորգյան հոգևոր ճեմարանի զանգում են նման բան են ասում, իսկ տեսու չէ այդ ամեն ինչը ժխտում է։ Իսկ չփորձեցիք բարձել։ Այդ ամեն ինչը բարձել ենք։ Դա ընդհանրապես անարդարության
անարդարություն է այդ ամեն ինչը։ Ազնվով է եղել դուք իրավապահ Իրավապահ ոչ մեկի, նայեք, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը կարա կոռուպցիոն տարեր ոչ, ես այդ ամեն ինչի հետևանքով դուրս եմ եկել եկեղեցուց։ Ես միջև այդ եմ դպիր եղել 2018 թվականին, 2020 թվականին դիմել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան։ Իսկ ինչպես դարձաք օրինակ պարոն Բարսելյանի հասարակական հիմունքներով օգնականը։ Նայեք, 2020 թվականից հետո, երբ որ եկեղեցուց դուրս եկա, ես հիասթափված արդեն եկեղեցուց դուրս եկած որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ, նույնը խոսում եք դաջվածքի մասով, բոլորս էլ կարող ենք դաջվածք անել։ Ես որպես աշխարհիկ մարդ, նայեք, այո, դադարեց Դադարեցրել եք ո՞նց եք խորան բարձրացել։ Նայեք, ես կոնկրետ հոգևորականները, որ նշում եմ, իրանք որ այդ ամբողջ խնդիրը բարձրաձայնում են, ես որ բազմիցս որպես դպիր, որպես այն նվիրապետական աստիճանակարգի ամենացածր պաշտոն ունեցող մարդը, որ միշտ բարձրաձայնել եմ, այդ ամեն ինչ ուղղակի անտեսվել է։ Երկը տեսակ ԿՊ-ում, հա, երկը տեսակ ԿՊ-ում։ Դա կապ չունի, ԿՊ-ն կապ չունի։ Կոնկրետ եկեղեցուց դադարեցրել եք ձեր դպիրները, եկեղեցում կա արգի կրկին վերադառնալու եւ Ոչ։ Նայեք, դպիրը, կուրարակի, սարկավակ, նման նվիրապետական աստիճանակարգ ունեցող հոգևորականները իրենց չեն կարող կարգալույց անել, ոնց որ հոգևորականին, քահանային օրինակ։ Բայց կանոնագրքի համաձայն կոնկրետ կետեր կան, որ դեպքում կարող են կարգալույց արվել հոգևորականը։ Իսկ այս դեպքում Տեր Արամին, Տեր Տարոնին եւ այլ հոգևորականներին, որ նախկինում կարգալույց են արվել, այդ ամեն ինչի մասին խոսալու համար։ Խաղցին կապծականքեք, ձեր մասին է խոսքը, դուք ասում եք։ Սպասեք։ Նայեք, դպիր լինելը, ես որևէ, դա ձեռնադրություն չի, դա տվչություն է։ Ես իրավունք եմ ստանում խորան բարձրանալու կիրակի օրը, նշել եմ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռամբ այսպես ասած ձեռնադրություն է արարողությունը կոչվում, բայց դա տվչություն է համարվում։ Դպիր եմ դարձել, բայց դա կոնկրետ ինձ չի պարտավորեցնում, որ ես պետք է գիտեք ամբողջ օրը եկեղեցում լինեմ։ Ես այսինքն տվյալ դեպքում հանդիսանում եմ կիսաաշխարհիկ մարդ, որ եւ կարող եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ, եւ կարող եմ ձեր նման էլի լրատվամիջոցներ, կոնկրետ, ես իմ մասով եմ ասում, եւ ես իրավունք ունեմ ընտրելու, եւ իրավունք ունեմ ֆուտբոլ նայելու, ֆուտբոլ խաղալու, եւ իրավունք ունեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նայեք, դուք այդ ամեն ինչը թիրախավորում եք։ Ես հիմա եւ իրավունք ունեմ քաղաքականությամբ զբաղվել, եւ իրավունք ունեմ, եթե ինչ-որ անարդարություն կա պղծություն, այդ պղծությունից խոսալ։ Սեփական որոշումն եք, հա։ Սեփական որոշումը չի, ես ով է կարգալույց անելու, ով ոչ, դուք իրավունք ունեք։ կոնկրետ գոյություն ունի, նայեք, եթե տվյալ հոգևորականները նախկին ուխտազանց անձինք միայն իրավունք ունեն մարդուն կարգալույց անելու, նորից եմ կրկնում, կանոնագրքին համապատասխան, ոչ թե իրենց անձնական ամբիցիաների համար։ Ձեզ կարող ենք տեսնել հաջորդ խորհրդարանակում ՔՊ ցուցակում որպես պատգամավորի թեկնածու։ Ոչ, ես չեմ առաջադրվել,
Համամասնական ցուցակում առաջադրվելու համար նախ պետք է լինել 25 տարեկան եւ ավել, ես 23 տարեկան եմ։ Նշեմ, այսքան։ Շնորհակալ եմ։